Թույլ տվեք ձեզ ասել, թե որքան կարևոր է խոսելը։ Կույր Բարտիմեոսը։ Ես սիրում եմ կույր Բարտիմեոսին։ Ես նույնպես։ Այնտեղ մարդկանց բազմություն կար։ Եվ նա լսում է աղմուկը, հարցնում է, թե ինչ է կատարվում, նրանք ասացին, որ Դավթի որդին է գալիս։ Ոչ, նրանք ասացին, որ Հիսուսն է գալիս։ Նա ասում է. Դավթի որդի, ողորմիր ինձ։ Եվ նա աղաղակում էր, իսկ մարդիկ ասում էին. Հեյ, լռիր, դու նրան կխանգարես։ Իսկ Հիսուսի թեմքը հաստատուն ուղղված էր թեպի Երուսաղեմ։ Որքան շատ էին նրան ասում, որ լռի, այնքան ավելի բարձր էր նա գոռում։ Հիսուսը կանգ է առնում։ Այնտեղ մարդկանց բազմություն կա։ Նա ասում է. բերեք այդ մարդուն ինձ մոտ։ Նրանք բերում են նրան, և Հիսուսն ասաց, թե ինչ ես ուզում, որ ես անեմ։ Հիսուսը գիտեր, թե որքան կարևոր էր խոսելը, դրա համար Հիսուսն ասում է նրան, թե ինչ ես ուզում, որ ես անեմ, որովհետև նա ուզում է, որ Բարտիմեոսը բարձրաձայնի դա։ Եվ Բարտիմեոսն ասում է. ես ուզում եմ տեսնել։ Եվ Հիսուսն ասաց. քո հավատը փրկեց քեզ։ Գիտեք, որ դա տեղի է ունենում ավետարանների հրաշքների ավելի քան կեսի դեպքում։ Հավատը նրա հանդեպ։ Ոչ թե հավատը սեփական անձի հանդեպ։ Ոչ թե հավատը բաները բազմիցս կրկնելու կամ դրանք դրսևորելու մեջ, այլ հավատը նրա հանդեպ։